Բարև ձեզ, Երևան Today հարցազրույցի տաղավարում այսօր հյուրընկալել ենք քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանին։ Բարև ձեզ, պարոն Մաթևոսյան։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը։ Ձեզ շնորհակալություն հրավերի համար։ Այսօր վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել վաղարշաբաթի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ, ըստ որոշ տեղեկությունների արդեն ձերբակալվել է 10 անձ։ ՔՊ-ն չի ներել թիմ ընտրություններին գրանցված ընդդիմության հաջողությունները։ Իրականում այն ինչ հիմա տեղի ունենում վաղարշաբաթում, վաղ թե ուշ պետք է տեղի ունենար եւ պետք է տեղի ունենա նաեւ ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով, որովհետեւ մենք մոտենում ենք ընտրությունների, անկախ դա տեղի կունենար փետրվարի 11-ին, 12-ին, թե մարտ ամսին, ապրիլ ամսին, սա պետք է տեղի ունենար, որովհետեւ իշխանությունները շատ լավ հասկանում են հաշվի առնելով իրենց վարկանիշային անկումը, որը գրանցվել է 18, 20, 21 թվականներից հետո, իրենք բացի հանրային աջակցության վրա հենվելուց, որը շատ փոքր տոկոսի է այս պայդրությամբ արդեն մոտեցել, իրենք նաև պետք է վարչական մեթոդներով փորձեն ապահովել իրենց վերարտադրությունը, ինչը իրենք հիմա նաև իրականացնում են, ստեղծվում է վախի մթնոլորտ, եւս մի կարևոր հանգամանք էստեղ կա, շատ հետաքրքիր է ընտրված պահը։ Իրականում հետագայում մենք կարող ենք իմանանք, որ J.D. Vance-ի այցի ժամանակ այս տեսակ բաները չեն էլ քննարկվել, բայց ֆորմալ առումով Նիկոլ Փաշինյանի կարծիքով սա շատ լավ հնարավորություն է առնվազն պատրանք ստեղծել, որ կա աշխարհաքաղաքական ժողովրդական լեզվով ասած դաբրո, այս տեսակ գործողություններ իրականացնելու համար։ Սա այն իրականությունն է, որի հետ մենք առերեսվելու ենք առնվազն մինչև սույն թվականի հունիսի 7-ը։ Ցանկացած անձ, ցանկացած քաղաքական թիմ, քաղաքական կուսակցություն, որը ներգրավելու է նախընտրական պայքարում եւ որը չի խաղալու իշխանությունների խաղը, ինքը պետք է պատրաստ լինի այս տեսակ բռնաճնշումներին։ Սա այն իրականությունն է, որում մենք ապրում ենք։ Տեսեք, դուք նշեցիք, որ ժողովուրդը կարող է կապել այս իրադարձությունները J.D. Vance-ի այցի հետ, բայց ժողովրդի մտածելակերպում իմ կարծիքով արևմուտքը ավելի շատ ասոցացվում է ժողովրդավարության հետ, ազատ ինչ-որ միտք արտահայտելու հետ, այսինքն ժողովրդի կարծիքով արևմուտքը դա դասական արևմուտքն է, դա դասական արևմուտքն է, այն արևմուտքը, որը մենք վերջին շրջանում տեսնում ենք, շատ մեղմ ասած հեռու է այն արժեքներից, որի վրա էլ նա կառուցված է, շատ հստակ օրինակ 24 թվականին չեղարկվեցին Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը եւ մեղադրում էին տեխնատուներից մեկին նրանում, որ TikTok-ում ռուսական կողմը ֆինանսավորել է նրա գովազդը կամ Ռուսաստանի հետ շահկապված ինչ-որ շրջանակներ։ Ընդհանրապես վերջերս օրերս ամերիկյան կոնգրեսում լսումների ժամանակ պարզ է դա ըստ լսումներում հրապարակված տեղեկությունների պարզ է, որ որևիցե ռուսական հետ կստեղ չկար, բայց ժողովրդավարական արևմուտքը որոշում կայացրեց, որ դա չպետք է տեղի ունենա, այսինքն հաղթող տեխնատուն չպետք է դառնա Ռումինիայի նախագահը, եւ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ վերջում այդ մարտը հայտարարեց Կոլին Ջորջեսկուն, որ ընդհանրապես լքում է քաղաքականությունը, արևմուտքում սրա վերաբերյալ 0 գնահատական, մենք պետք է հասկանանք ինչ արևմուտքի մասին ենք խոսում, բայց ես այստեղ ավելի շատ կուզենայի ոչ թե ժողովրդի կարծիքի մասին ասել, այլ Նիկոլ Փաշինյանը սա ավելի շատ անում է հաշվի առնելով պետական ապարատում եղած իրավիճակը, իրեն անհրաժեշտ է արտաքին լեգիտիմություն ներքաղաքական որոշակի հարցեր լուծելու համար։ Շատ պարզ օրինակ, Հական Ֆիդանը, երբ որ աջակցություն էր հայտնում այն քաղաքականությանը, որը վարում է Նիկոլ Փաշինյանը, որտեղ Հայաստանում այլ անձ չկա, ով կվարի այս քաղաքականությունը, սա ուղերձ էր ոչ այնքան ժողովրդին, որտեղ ժողովուրդը մեծամասնությամբ Թուրքիան շարունակում է ընկալել որպես թշնամի։ Սա ավելի շատ ուղերձ էր պետական ապարատին, ցանկացած պետական ապարատ, ցանկացած բյուրոկրատական համակարգ, նրա կուրությունը նաև պայմանավորված է հետևյալով, թե արդյոք իրենք հավատում են առաջնորդի քաղաքական ապագային, նրա ծրագրերի իրատեսական լինելուն, եւ Հական Ֆիդանը ինչ ուղերձ էր հղում պետական ապարատի ընտրություններից առաջ, որ դուք լոյալ եղեք Նիկոլ Փաշինյանին, նա հաջողություններ գրանցում է, այսպես ձևակերպենք հիմա ելնելով այս նույն տրամաբանությունից, անկախ նրանից թե ինքը ինչ է քննարկել Վենսի, ընդհանրապես քննարկել են այս հարցը թե ոչ, հաշվի առնելով Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը, նա փորձում է սա օգտագործել պետական ապարատի լծակները մաքսիմալ օգտագործելու համար, եւ մենք այս բռնաճնշումները տեսնում ենք զարմանալի չի լինի, եթե մայիս ամսին
եվրոպական ընտանիքի գագաթաժողովից հետո եւս այս բռնաճնշումների շատ ավելի մեծ ալիքի ականատես լինենք, որովհետեւ մեկ J.D. Vance-ի փոխարեն մոտ 20-30 երկրի ղեկավար է Հայաստան գալու։ Այդ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը կարող է շատ ավելի լայնածավալ բռնաճնշումների անցնել։ Այստեղ քաղաքացիները ավելի շատ պետք է հասկանան, թե ինչու է այդպես ստացվում, որ Արևմուտքից եւ Թուրքիայից երբ որ աջակցությունը գալիս է, Նիկոլ Փաշինյանը իրեն այսպես է պահում, հատկապես Թուրքիայից։ Ֆիդանի հայտարարությանը դեռ կանդրադառնանք, հիմա կցանկանայի խոսենք ԵՄ-ի կողմից տրվող 12 միլիոն եվրոյի աջակցության մասին։ Այս թեմայից շատ է խոսվել, բայց իմ կարծիքով հանրության մեծ մասը մինչև վերջ չի էլ ընկալում, թե ի վերջո ինչ է սա նշանակում, հա։ Խնդրում եմ ներկայացնեք ձեր կարծիքը, ինչի համար է այդ գումարը տրվում եւ ինչ է արվելու դրա հետ։ Կրկին այստեղ պետք է մի փոքր այլ տեսանկյունից մոտենանք։ Այդ 12 միլիոն եվրոն ինքը ընդհանուր, այսպես ասած, օվկիանոսի մեջ ընդամենը մեկ կաթիլ է։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրենք վստահաբար կարող էին պեղել այդ 12 կամ 22 կամ 32 միլիոն եվրոն նախընտրական փուլում համապատասխան գործողություններ իրականացնելու համար, իրենց քաղաքական հակառակորդներին լռեցնելու համար, այդ թվում նաև տեղեկատվական դաշտում կարող են անվանել դա հիբրիդային պատերազմի դեմ գործողություններ, այստեղ խնդիրը կրկին աշխարհաքաղաքական աջակցությանն էր վերաբերվում։ Այ ինչպես Հական Ֆիդանը ինքը ուղերձ է հղում Հայաստանի պետական ապարատին, որ դուք պետք է լոյալ լինեք Նիկոլ Փաշինյանին, հանկարծ չմտածեք ժողովրդավար լինեք, նույնը վերաբերվում է Կայա Կալասին։ Առանց 12 միլիոն եվրոյի էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ունեն համապատասխան կառույցներ, որոնք իրենց քաղաքականության տեղեկատվական ուղեկցումը կարող են ապահովել։ Այստեղ կրկին աշխարհաքաղաքական խաղի դրսևորումներ ու այստեղ նաև սա էլ ընդգծենք մենք մի հատ պահի ենք ասել, որ բոլորը բաց խաղաքարտերով խաղում են։ Ով ում աջակցում է, ով ում նկատմամբ ինչ վերաբերմունք ունի, Թուրքիան ինչ ակնկալիքներ ունի։ Հիմա սա է իրականությունը եւ կրկին ասեմ առնվազն մինչեւ սույն թվականի հունիս մենք այս իրականության մեջ ենք ապրելու։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ անգամ այդ հայտարարությունները կարող ենք որպես այսպես ասած հիբրիդային պատերազմի գրող ընդունել։ Ինչ են ասում իշխանությունները։ Իրենք ասում են, որ օրինակ, եթե Ռուսաստանից հնչում են գնահատականներ, որոնք կախված են Հայաստանի պետականության հետ, պետական համակարգի հետ կամ իշխանությունների կարճաժամկետ, երկարաժամկետ մնալու հետ կապված, դա ուղիղ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, դա հիբրիդային սպառնալիք է եւ այլն եւ այդպես շարունակ։ J.D. Vance-ի հայտարարությունից մինչեւ Կայա Կալաս եւ Հական Ֆիդան հայտարարություններ մենք կարող ենք ընկալել հենց այս նույն տրամաբանությամբ, այսինքն կան ուժեր երկրից դուրս, Հայաստանի Հանրապետությունից դուրս, որոնք իրենց կարծիքն են հայտնում Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ Հայաստանի իշխանական համակարգի շարունակականության վերաբերյալ։ Իդեպ այստեղ շատ հետաքրքիր էր իշխանական տելեգրամյան ալիքներից մեկում տեղ գտած հրապարակումը J.D. Vance-ի այցից հետո J.D. Vance-ի խոսքից հետո ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը այն գործիչն է, ում հետ երկարաժամկետ ծրագրեր կան եւ ես միտքն եմ փոխանցում, ոչ թե ցիտատը, դե ալիքներից մեկը Telegram-ը շատ անկեղծ գրել, ասում էր հիմա, ասում անդիմությունը կբարձրացնեն, անդիմությունից տարբեր ձայներ կլսվեն, իրենք կասեն, որ J.D. Vance-ը խառնվում է Հայաստանի ներքին գործերի մեջ, բայց սա խոսում է այն մասին, որ շատ երկրներ կան, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ երկարաժամկետ ծրագրեր են կապում, շատ երկրները Թուրքիան եւ Ադրբեջանն են։ Նույն պայմանագրերը, որոնք նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները կնքել են Նիկոլ Փաշինյանի հետ, գլոբալ առումով այդ պայմանագրերից շատերը, եթե չասենք բոլորը, կարող են նաև Հայաստանի ցանկացած այլ ղեկավարի հետ կնքվել, հետևել համատեքստում, եթե ամերիկացիները իսկապես հետաքրքրված են Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությամբ, Նիկոլ Փաշինյանի փոխարեն եթե մեկ այլ լինի, Ամերիկայի Միացյալ Նահանգների ներգրավվածությունը Հայաստանի զարգացման մեջ ավելի նվազ չի լինի։ Այլ հարցը, որ իշխանությունները սա փորձել են ներկայացնել որպես իրենց անձնական ձեռքբերում։ Այսինքն J.D. Vance-ի հայտարարությունը, որ նա ընտրություններին աջակցում է Փաշինյանին, ավելի շատ արարողակարգային ինչ-որ հայտարարություն։ Մենք գետնի վրա կտեսնենք այդ աջակցությունը ինչու է դրսևորվում։ Շատ հստակ նաև օրինակներով կարող եմ ասել, եթե անդիմադիր լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակվի սոցիալական ցանցերում, եթե այսպես կոչված թրիպի հետ կապված աշխատանքները, պայմանականները մենք հիմա նկարանում ավարտենք եւ
իմանանք, որ այդ աշխատանքները սկսվել են, գետնի վրա ինչ որ գործ արու, մենք կտեսնենք, որ այդ աջակցությունը կա։ Եթե մենք տեսնենք, որ այն նույն տրամաբանությամբ առնվազն տեղեկատվական ասպարեզում, հա, այդ ստերիլ համակարգը Նիկոլ Փաշինյանի համար չի ապահովվի, այսինքն ոչ Հայաստանում կփակվեն լրատվամիջոցների Facebook-յան էջերը, ոչ էլ ամերիկյան պարբերականներում կդադարեն դուրս գալ անդիմադիր հայացքներ ունեցող անձանց հրապարակումներ, մենք կտեսնենք, որ սա ավելի շատ հայտարարություն էր, որը ունի աշխարհաքաղաքական որոշակի նպատակներ եւ որոնք ավելի շատ կապված են օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ ընթացող բանակցությունների հետ։ Շատ բարձ, տեսեք, վերջերս Վլադիմիր Զելենսկին բողոքում էր նրանից, որ Ռուսաստանը եւ Ամերիկան 12 տրիլիոն դոլարի տնտեսական համագործակցության փաթեթ ունեն։ Թվում է, թե 12 տրիլիոն դոլար կողմերը բանակցում են, այսինքն իրենք պետք է գան ինչ-որ փոխանբռնման, գործընթացն էլ արդեն մեկնարկել է, որովհետև բազմաթիվ բանակցություններ են եղել նույն Կիրիլ Դմիտրիևի, Վիտկոֆի միջև եւ Ռուսաստանում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց աշխարհաքաղաքականության մեջ ի վերջո խաղը մի փոքր այլ տրամաբանությամբ է ընթանում։ Դու կարող ես գալ պայմանավորվածությամբ, բայց մինչև այսպես ստորագրությունը պայմանները կարող են փոխվել։ Ինչ են անում ամերիկացիները։ Իրենք փորձում են Ռուսաստանի վրա տարբեր կերպ ճնշումներ գործադրել, որովհետեւ այդ 12 տրիլիոն դոլարանոց պայմանագրի էությունը փոխվի։ Ի օգուտ իրենց փոխվի։ Արկտիկայից սկսած վերջացած օգտական հանածոների արդյունահանման նույն Դոնբասի շրջանում։ Հիմա այդ բանակցային քարտերից մեկը Հայաստանի Հանրապետությունն է։ Իրենք ցույց են տալիս Ռուսաստանին, ցույց են տալիս Իրանին, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս ձեզ թշնամի ճամբարում է։ Ուղղակի մեր պարագայում պարադոքսը հետևյալն է. Ռուսաստանի թշնամիների ճամբարում հայտնվելու համար ոչ թե մեզ են վճարում, այլ մենք ենք 9 միլիարդ դոլար Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսության մեջ ներդրում անում։ Դրա մասին էլ կխոսենք, բայց նախ կցանկանայի ասեք, թե ձեր կարծիքով Փաշինյանի ընտրվելու մեջ ո՞րն է ԱՄՆ-ի շահը կամ Թուրքիայի շահը։ Թուրքիայի շահը այստեղ ակնհայտ է։ Եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց, իրենք հետագա 5 տարիները, եթե 5 տարիները հայկական պետականությունը ձգի, իրենք փորձելու են ավարտին հասնել են բոլոր ծրագրերը, որոնք 7.5 տարվա ընթացքում չեն իրականացրել։ Շատ բարձ, տեսեք, այսօրվա անապահով Հայաստանը, որովհետև մենք հիմա ոչ թե խաղաղության մեջ ենք գտնվում, այլ չպատերազմի մեջ ենք գտնվում, եւ այդ չպատերազմը կախված է երկու անձի տրամադրությունից՝ Էրդողանի եւ Ալիևի։ Իրենք փորձելու են այս անապահով Հայաստանը վերածել արևմտյան Ադրբեջանի։ Արևմտյան լրատվամիջոցներն են գրում այն մասին, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը ֆինանսավորում է արևմտյան Ադրբեջան նախագիծը։ Սա են իրենք փորձելու անել։ Ամերիկացիների շահը այստեղ այս հարցին պատասխանելու համար մի քանի 100 կիլոմետր մեզանից մի փոքր հեռու գնանք Երևանից։ Սիրիա։ Ինչ տեղի ունեցավ Սիրիայում։ Մենք սա էլ հա պետք է շատ լավ հասկանանք, հաշվի առնելով նաև այն քարոզը, որը հիմա Հայաստանում իրականացվում է, թե ամերիկյան երաշխիքների ներքո ինչպես մենք կարող ենք ապրել, զարգանալ եւ այլն եւ այդպես շարունակ։ Սիրիայում ամերիկացիների թիվ 1 գործընկերը երկար տարիներ եղել են քրդերը։ Ավելին, քրդերը ընդհանրապես համարվում են ժողովրդավարության բաստիոնը Սիրիայի, իրենց ուժերը կոչվում էին Սիրիայի ժողովրդավարական ուժեր։ Ամերիկացիները նաև զինում էին իրենց։ Ինչ էին անում քրդերը ամերիկացիների համար։ Պատերազմում էին ԻԳԻԼ-ի դեմ, պատերազմում էին Բաշար Ասադի զորքերի դեմ եւ թույլ չէին տալիս, որպեսզի Իրանը դեպի միջերկրական ծով ցամաքային միջանցք ունենա։ Հիմա Ասադի հետ կապված հարցը լուծվել է, ու կա շատ կարևոր մեկ այլ հարց՝ Իրանի դեմ պատերազմ իրականացնելու խնդիր կա։ Ամերիկացիները հիմա պետք է ընտրեն, իրենք դա քրդերի միջոցով են անելու, թե Ջուլանիի իշխանության միջոցով են անելու։ Իրենք ընտրել են Ջուլանիին, որովհետև նա մի ամբողջ պետություն է ղեկավարում, պոտենցիալը շատ ավելի մեծ է թուրքերի ընտրությունը դեպի Ջուլանի է։ Ջուլանին էլ ինչ ասում, եթե դուք ուզում եք ես պատերազմեմ Իրանի դեմ, ինձ բոնուսներ են պետք։ Բոնուսը նշանակում է, որ ես ամբողջ երկրի նկատմամբ վերահսկողություն պետք է ունենամ։ Դա էլ նշանակում է, որ ամերիկացիները պետք է դադարեն ֆինանսավորել քրդական ուժերին, ինչը հիմա մեր աչքերի առաջ տեղի ունենում։ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ ընտրվում է նախագահ, երկրորդ անգամ ժողովրդական լեզվով ասած գցում է քրդերին։ 19 թվականին, երբ որ նույն իրավիճակն նա այսպես էր հիմնավորել, ասում էր իսկ քրդերը ասում մեզ օգնել են երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որ մենք հիմա իրենց օգնենք։ Հիմա նույն տրամաբանությամբ, եթե ամերիկացիները գան
այն եզրագծին, որ իրենք պետք է Իրանի դեմ ռազմական գործողություն անեն, իսկ 12-օրյա պատերազմը ցույց տվեց անցյալ տարվա, որ առանց ցամաքային օպերացիայի Իրանի հետ կապված հարցերը դժվար թե կարողանան թե Ամերիկան, թե Իսրայելը լուծել, այդ ցամաքային օպերացիան իրականացնելու համար, այն էլ եթե ավելի արդյունավետ են ուզում իրականացնել, մի քանի տեղից պետք է Իրանին հարված հասցնեն։ Սիրիայից ու նաև հարավային Կովկասից, այստեղ տրամաբանական հարց է առաջանում։ Մեզանով են այդ հարվածը հասցնելու, թե մենք ցածկա հարթակ ենք լինելու, որտեղից հարված են հասցնելու։ Իսկ Ադրբեջանի տարածքից չեն կարող Իսրայելի դեմքով օրինակ։ Այստեղ մեկ այլ հարց է առաջանում։ Եթե Ադրբեջանը ցանկանում է մտնել այդ խաղի մեջ, եւ օրինակ թնդանոթի միսը իրենք լինեն, այսինքն իրենք եւս Իրանի դեմ գործողություններ իրականացնեն կամ թույլ տան, որ իրենց տարածքից Իրանի դեմ հարձակվեն, այ ոնց Ահաբեկիչ Ջուլանին է իր համար բոնուս ուզում, տենց էլ ադրբեջանցի Ահաբեկիչ Ալիևը կարող է իր համար բոնուս ուզել, ասի դե ուրեմն Արևմտյան Ադրբեջան նախագիծը եկեք իրականացնենք։ Ոնց ամերիկացիները շատ հանգիստ դուրս եկան Սիրիայից, Տոմ Բարակը ասում է, բայց Ջուլանին խոսք է տվել պայքարել Հեզբոլլահի եւ Իրանի ազդեցության դեմ, նույնն էլ իրենք կարող են այստեղ ասել։ Մենք պետք է հասկանանք, թե այնպես ինչ տարածաշրջանում մենք եւ մեծ ձայձաները, այսպես ասած, իրենք ինչ խաղ են խաղում։ Արդյոք մենք կարող ենք այս խաղի շրջանակներում ինքներս վճարելով այդ խաղի մեջ մտնելու համար պահպանել մեր պետականությունը։ Պարոն Մաթևոսյան, 9 միլիարդի մասին վերադառնանք այդ թեմային, երևի մենակ ծույլերը չեն լսել այդ թեմայից, բայց դուք ձեր գրառումներից մեկում նշում եք, որ Վենսը Հայաստանից ԱՄՆ-ի է տանում 9 միլիարդ դոլար պլյուս 11 միլիոն դոլար անօդաչու թռչող սարքերի համար։ Հայաստանը ոչինչ չի ստանում, վատ է, որ 9 միլիարդ դոլարի ատոմակայան կկառուցեն մոդուլային, անօդաչու թռչող սարքեր կբերեն։ Դինա, վերջերս մի տեղեկություն աչքովս ընկավ, ուրեմն Հայաստանի եւ Ղազախստանի միջև ստորագրված համագործակցության պայմանագրի շրջանակներում Ղազախստանից Հայաստան գալու են մասնագետներ, ում մեր ատոմակայանում աշխատող մասնագետները, այսպես դասընթացներ են իրականացնելու, դա ի շնորհիվ նրա է, որ երկար ժամանակ մենք շահագործում ենք մեծամորի ատոմակայանը, մենք այսպես ատոմային երկրների այդ էլիտար ակումբի մաս ենք կազմում եւ մեր կոմպետենցիաները այնքան են բավարարում, որ մենք կարողանանք այսպես վաճառել նաեւ սա, այդ թվում նաեւ մեր ղազախստանցի գործընկերներին։ Եթե մենք հրաժարվում ենք ատոմային էներգիայի այս տարբերակից, այսինքն մեծամորի ատոմակայանը փակում ենք եւ բերում ենք նոր տեխնոլոգիաներ, մենք երկրից, որը կարող է արտահանել գիտելիքներ, մենք վերածում ենք երկրի, որը ինքը պետք է սերտի գիտելիքներ։ Այստեղ նույնիսկ, այսպես ասեմ, էլի ծախսերը դեռ մի կողմ են թողնում, բոլորս էլ հասկանում ենք, չէ՞ որ անկախ նրանից թե ռուսական, ամերիկյան, թե չինական ատոմակայան կկառուցեն, մենք ինչ-որ գումար պետք է ծախսենք։ Ես նաև այս տեսանյութ նույնիսկ կուզենայի շեշտադրել, հա, որ մենք գիտելիքներ արտահանող երկրից վերածվելու ենք պարզապես սպառող երկրի, բայց այստեղ ամենավտանգավորը իրականում այս ամեն ինչում ինչն է։ Իր վերջին ասուլիսում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արդարացիորեն նշում էր հետևյալը, որ մենք եւ Ադրբեջանը ունենք էլեկտրոէներգիայի ավելցուկ։ Մեր պարագայում դա ինչի շնորհիվ է, ատոմակայանի շնորհիվ է։ Կախված տարվա սեզոնից մեծամորի ատոմակայանը մեր էլեկտրոէներգիայի, սպառվող էլեկտրոէներգիայի 30-ից 40%-ն է արտադրում։ Մենք էլեկտրոէներգիայի պակաս կունենանք այն ժամանակ, եթե մեծամորի ատոմակայանը չլինի։ Եթե մեծամորի ատոմակայանը փակվի, եթե այս տրամաբանությամբ ենք մոտենում իրականությանը, իրողություններին, հասկանում ենք, թե ինչի է պետք միավորել մեր համակարգը թուրքական համակարգի հետ, ադրբեջանական համակարգի հետ, իսկ ինչը վերաբերվում է մոդուլային ատոմակայանին, մեր հարգարժան լրագրողները թող հետաքրքրվեն հետևյալով. արդյոք այդ մոդուլային ատոմակայանը չի կառուցվելու Հրազդանում։ Ինչու եմ շեշտում Հրազդանը, որովհետև այնտեղ հնարավոր է կառուցվի Nvidia ընկերության դատա կենտրոնը։ Դատա կենտրոնը այստեղ Հայաստանում շատ են խոսում միլիարդավոր ներդրումներ եւ այլն եւ այդպես շան։ Իրենք այդ կենտրոնները, իրենք էներգոգեներացիաների խնդիր ունեն։ Եվ այդ մոդուլային ատոմակայան ինքը ընդհանրապես կարող է միանալ հենց այդ Nvidia-ի գործարանին։ Դա կարող է հանգեցնել նրան, որ մենք կփակենք մեր մեծամորի ատոմակայանը, փոքր մոդուլային ատոմակայանի համար, ինքներս կվճարենք, բայց ինքը Հայաստանի էներգոհամակարգում որևիցե դեր չունենա։ Հիմնական սպառողը կդառնա այդ գործարանը։ Ամերիկյան գործարանը։ Տրամաբանական բան ենք ասում, կա սրա վերաբերյալ բացատրություն իշխանությունների կողմից, իհարկե չկա։
Սա է հիմնական խնդիրը, այսինքն ես այսպես էլի ձևակերպեմ, խնդիր չէ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Եվրոմիության հետ համագործակցությունը, համագործակցության մենք իսկապես շատ լայն շրջանակ կարող ենք ունենալ։ Այլ խնդիր է, որ չի կարելի լինի դա Ամերիկայի Միացյալ Նահանգները, լինի դա Եվրոպան, Եվրոմիությունը, Եվրամիությունը, թե Ռուսաստանի Դաշնությունը, չի կարելի ինչ որ մեկի հետ համագործակցել ընդդեմ ինչ որ մեկի։ Այս պարագայում համագործակցել Ռուսաստանի, համագործակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Թուրքիայի հետ ընդդեմ Իրանի եւ Ռուսաստանի, դա լավ ավարտի չի հասցնելու մեզ։ Լավ, մենք շատ ժողովրդին փաստեր են պետք։ Այսինքն մենք ենթադրաբար ասեցինք, որ կարող է այդ մոդուլային ատոմակայանը ծախսվել հիմնական սպառողը դառնա այդ գործարանը, բայց ժողովուրդը միևնույն է իր համար դու սպառող ես, թե արտահանող ես քո Շատ բարձ ժողովրդի մի հատվածը, մենակ գրպանի ժողովրդի մի հատվածը, այ հենց դրա մասին ուզում եի խոսել։ Արդեն սկսել էին հաշվել, թե 9 միլիարդ դոլարի ներդրման պարագայում ամեն մեկը ինչքան փող է ստանալու ամերիկացիներից, այսպես ձևակերպենք։ Հաշվել էին, որ 9 միլիարդի պարագայում 3 միլիոն բնակչություն ու մի քիչ պլյուս մինուս մարդը $3000 փող է ստանալու։ Հիասթափեցնենք, ոչ թե ստանալու $3000 դուք եք վճարելու։ Ամեն մի քաղաքացի։ Ամեն մի քաղաքացի $3000 փող է վճարելու J.D. Vance-ի լուսանկարի համար Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաշինյանը չունի խնդիր ծախսելու Հայաստանի պետական բյուջեն, առավել եւս նախընտրական փուլում, կգին ասեմ, ոչ թե քաղաքացիներն են Հայաստանի Հանրապետության գումար վաստակելու, այլ իրաց գրպանից է գնալու դեպի ամերիկյան բյուջե։ Ու այստեղ եւս էլի իսկապես մի հատ չգիտեմ, միգուցե սա նաեւ որոշակի առումով փիլիսոփայական հարց է։ Եթե մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իսկապես ռազմավարական դաշնակիցներ ենք, իսկպես Հայաստանում դա փորձում են ներկայացնել որոշ շրջանակներ, մեր տնտեսությունն է ավելի հզոր, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներինը։ Ինչ որ բան ինձ հուշում է, որ ամերիկացիներինը։ Հիմա տրամաբանական հարց է առաջանում։ Մենք պետք է ներդնենք իրենց տնտեսության մեջ, թե իրենք պետք է ներդնեին մեր տնտեսության մեջ, եթե մեզ ընկալում են որպես ռազմավարական դաշնակից։ Բայց ոնց է ստացվում, որ դուք այդ պայմանագրերը ստորագրում եք նույն օգոստոսի 8-ի պայմանագրում, դուք երաշխավոր չեք, այլ ընդհանրապես վկա եք, իսկ այստեղ էլ ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգներն է 9 միլիարդ ներդրում անում, այլ մենք ենք 9 միլիարդ ներդրում անում ամերիկյան տնտեսության մեջ, ու այստեղ եւս որպեսզի չասեն, որ ապա տեղեկատվություն ենք տարածում եւ այլն եւ այդպես շարունակ, իշխանական տելեգրամյան ալիքը շատ անկեղծ մեկնաբանել է այս ամենը ու մոդուլային ատոմակայանի գնելը համեմատել է մեքենա գնելու հետ։ Ասում եմ, դες կգնից որ մեքենա ես գնում տենց 5 միլիարդ ես ծախսում, հետո վրայից էլ 4 միլիարդ ծախսում ես սպասարկման համար։ Այսինքն 5 միլիարդը ծախսվելու է այդ մոդուլային ատոմակայանը գնելու համար, այդ մոդուլը 9 միլիարդն է ծախսելու է սպասարկելու վրա։ Մարդկանց սովորացնելու են ինչպես օգտագործել այդ ատոմակայանի մոդուլը, այն պայմանում, որ հիմա մենք ենք սովորացնում ուրիշներին, թե ինչպես կիրառել համապատասխան ատոմակայանները։ Իսկ 9 միլիարդը ծախսելու դեպքում մենք ստանալու ենք ավելին գումարի տեսքով։ Ինչ ենք ստանալու մենք։ Օրինակ էլեկտրաէներգիան էժանն է, օրինակ։ Մենք չենք կարողանալու էլեկտրաէներգիան արտահանել օրինակ Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ նոր մոդուլային ատոմակայանը ինքը ավելի փոքր է իր հզորությամբ, դրան գումարած ինքը նաև ամերիկյան է։ Երկրորդ էլեկտրաէներգիայի սակագինը կարելի էր իջեցնել եւ հեծի սեփականատերերը դա առաջարկում էին, բայց երբ որ Նիկոլ Փաշինյանը որոշեց պետական ռեկետ իրականացնել եւ խլեց հեծը, իրենք նաև մերժեցին հեծի սեփականատիրոջ առաջարկը նվազեցնել սակագինը։ Սա եւս կարևոր իրական դրվագ է, ոչ միայն $3000 մարդա վերցնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից տալու ամերիկացիներին, այլ նաև իրենք կարող էին իջեցնել ամեն քաղաքացու կոմունալների այդ հաշիվը, բայց հրաժարվել են դա անել։ Վենսը այց է ունեցել նաև Ադրբեջան, որոշ ամերիկացի վերլուծաբաններ այս այցերի համատեքստում շեշտը դնում են հենց Ադրբեջանի վրա, Հայաստանի երկրորդային դերակատար համարելով։ Կիսում եք այդ տեսակետը, որ հիմնական ծրագրերը եւ ընդհանրապես այդ հարաբերությունների հիմնական շահառուն եւ սպառողը Ադրբեջանն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը մեր տարածաշրջանում մեծապես պայմանավորված է Թուրքիայի մոտեցումներով, ու սրա վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը ասել էր, ասում էր օրինակ, որ մեր դեսպանը Թոմ Բարակը այս կամ այն հարցը լուծելուց առաջ նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին էր նա դա ասել, խորհրդակցում է Հաքան Ֆիդանի եւ Իբրահիմ Քալինի հետ։ Ուղղակի հիշեցնենք,
Ֆիդանը թուրքական հետախուզության ՄԻՏ-ի նախկին ղեկավարն է, հիմա արտաքին գործերի նախարարն է, Քալենը ներկայիս ղեկավարն է Թուրքիայի արտաքին հետախուզության։ Այսինքն ամերիկացիների օրակարգը մեր տարածաշրջանում ձևավորում են թուրքերը։ Թուրքերը տրամաբանենք, միասին, իրենք ակնհայտորեն ավելի մեծ նշանակություն են տալիս Ադրբեջանին, քան Հայաստանին։ Ավելին թուրքական մի հատ կարևոր հետախուզական ինստիտուտ կա։ Փաստացի դա հետախուզական ինստիտուտ է, SETA, ով ներկայացրել է 2026 թվականի իրենց ներկայացրել է զեկույց 26 թվականի վերաբերվող, թե ինչ իրադարձություններ են սպասում եւ այլն եւ այդպես շարունակ եւ ֆունդամենտալ կարևոր նշանակություն ունեցող երևույթ են իրենք համարել Թուրքիա եւ Ադրբեջանի դաշինքը Հարավային Կովկասում։ Այն պետք է այսպես ասած մոդերատորի դեր լինի Հարավային Կովկասում։ Այս տրամաբանությունից եթե ելնում ենք, իհարկե այս Ադրբեջանը ավելի կարևոր է, բայց մենք պետք է նաեւ հասկանանք հետեւյալը. ով է Ադրբեջանի եւ Հայաստանի հարևանը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Այստեղ J.D. Vance-ին հիմնականում հարցեր էին տալիս Իրանի Իսլամական Հանրապետության մասին։ Սա եւս ուղղակի խոսում է այն մասին, թե հայ-ամերիկյան օրակարգը որքանով կա ամերիկյան ներքաղաքական զարգացումների համատեքստում, որքանով է դա հետաքրքրում ամերիկացիներին եւ արդյոք իրենք ընդհանրապես ինչ որ կերպ Հայաստանը դիտարկում են, բացի նրանից, որ Հայաստանը կարող է լինել գործիք ընդդեմ Իրանի եւ Ռուսաստանի, կրկին ասեմ գործիք, որ ինքն է վճարում նրա համար, որ լինի այդ գործիքը։ Եվ վերջապես այս այցի արդյունքները, այցերի, ինչու՞ չէ, Ադրբեջանը նաև այցելել, այցի արդյունքները երբ սպասենք ժողովուրդը։ Ну Հայաստանի մասով երբ վերադառնալով մեր զրույցի սկզբին, Հայաստանի մասով մենք արդեն տեսնում ենք, կրկին ասեմ, ամեն քաղաքացի $3000 պետք է վճարի Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Նիկոլ Փաշինյանն էլ բռնաճնշումներն է սկսել, մեր մասով մենք արդեն տեսնում ենք արդյունքները, ինչը վերաբերվում է Ադրբեջան այցի եւ ինչը վերաբերվում է Իրանի դեմ գործողությունները, մենք տեսնում ենք, որ ակտիվ բանակցային գործընթաց է այս պայդրությամբ գնում, 3, եթե չեմ սխալվում, Դոնալդ Թրամփը որոշում կայացրեց, որ հավելյալ զորախումբ է ուղարկվում դեպի Պարսից ծոց Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողություն իրականացնելու համար։ Եթե Իրանի դեմ նոր ռազմական գործողություններ սկսեցին եւ օրինակ իրանական որոշ աղբյուրներ տեղեկացնում են, որ անցյալ տարի 12-օրյա պատերազմի ընթացքում նաեւ Ադրբեջանից հարվածներ են եղել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, եթե մոտ ապագայում մենք տեսնենք ռազմական գործողություններ ընդդեմ Իրանի, ուրեմն այցը բավականին հաջող էր։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։